Ամերիկայի Միացյալ Նահանգների Ռոդ Այլենդ նահանգի Փոթաքեթ քաղաքում հոկեյի խաղից առաջ հրաձգություն է տեղի ունեցել։ Տղամարդը կրակ է բացել Սառցե մարզադաշտում, սպանելով կնոջը, վիրավորելով 3 երեխաների, ապա ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 14-ին, երբ պետք է մեկնարկել դպրոցական թիմերի միջև հանդիպումը։ 4 վիրավոր հոսպիտալացվել են։ Ողբերգության պատճառները դեռևս անհայտ են։ Իրավապահները շարունակում են հետաքննությունը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի պատրաստվում սահմանափակել այլ երկրների արտաքին գործընկերների ընտրությունը։ Այս մասին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն, մեկնաբանելով Հունգարիայի եւ Չինաստանի միջև կապերի հնարավոր խորացումը։ Մենք որևէ երկրից մեկուսասում չենք պահանջում, հասկանալով, որ յուրաքանչյուր երկիր պետք է հաշվի առնի իր աշխարհագրական դիրքը, տնտեսությունը, պատմությունն ու ապագայի մարտահրավերները, նշել է Ռուբիոն։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում Վաշինգտոնը գործընկերների հետ կկիսի իր մտահոգությունները որոշ հարցերի շուրջ։ Պետքարտուղարը հիշեցրել է նաև, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շարունակում է առևտրային հարաբերությունները Չինաստանի հետ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլին նախատեսում է այց կատարել Չինաստան։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ անուղղակիորեն ներգրավված կլինի Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Ժնևում նախատեսված միջուկային բանակցություններին, նշելով, որ դրանք շատ կարևոր են։ Թրամփի կարծիքով Թեհրանը շահագրգռված է համաձայնության հասնելու հարցում։ Նրա խոսքով Իրանը նախկինում փորձել է կոշտ դիրքորոշում որդեգրել, սակայն անցյալ ամառ զգացել է դրա հետևանքները, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին։ Ես չեմ կարծում, որ նրանք ցանկանում են գործարք չկնքելու հետևանքները, ասել է Թրամփը, ակնարկելով, որ այս փուլում Իրանն ավելի մոտիվացված է բանակցելու համար։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական հետախուզության տվյալներով Ռուսաստանը պատրաստվում է էներգետիկ ենթակառուցվածքների դեմ նոր զանգվածային հարվածների։ Նրա խոսքով նման գործողությունները բարդացնում են գրեթե 4 տարի շարունակվող պատերազմի դադարեցման շուրջ համաձայնության հասնելու հնարավորությունը։ Reuters-ի փոխանցմամբ իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին նշել է, որ անհրաժեշտ է ապահովել հակաօդային պաշտպանության համակարգերի լիարժեք պատրաստվածությունը։ Նա ընդգծել է, որ հարձակումներն իրականացվում են տարբեր զրահատեսակների համադրությամբ, անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով, ինչն ըստ նրա պահանջում է հատուկ պաշտպանություն եւ գործընկերների աջակցություն։